Բարև Բարև Գևորգ ստացված քո մոտ այդ վերջի բառերը Հրեշ դու տնայինը չես արել, որ չես ուղարկել Չէ Բայց արել ես, ստացվել է Ինչ Երեխեք ջան, բայ այդ about-ը, որ հեռու եք տանում, դա ինչի դիվով չեք կազմակերպել Բայց խի Home, news, contact ու about-ը հեռու Երեխեք ջան, ունենում ենք մի հատ div որին, չգիտեմ, կարանք կլաս տանք այս պարագայում այս կլասը տալիս ենք, չգիտեմ, նավբար Հիմա, իրա մեջ կան Իշտա Մի վարկյան Home-ը, news-ը, contact-ը ու about-ը Okay, լավ Ասենք A թեգերով կազմակերպում եմ A ref-ը որոշի բան չեմ տալիս Գրում եմ home Home, news, contact, about Home, news Contact ու գրում եմ about Հիմա ստեղ մի հատ կսարքեմ Լավ, սենց կանեմ Նավբար Կլաս էր, չէ Get, նավբար ու այերին իրա
Ինչ եմ տալիս text decoration-ը տալիս եմ նա իրանց որ padding տամ կընդունի մի 8 պիքսել ինքն բոլոր կողմերից padding-ները եղել Ասկի ֆոնտը զելի կարամ սրանից բերեմ դնեմ իրա color-ը թող մնա ոնց կա ու border որ տանք իրանց չէ իրանց ոնց որ border չկար Հիմա ես իմ nav բառի ես nav բառի անա բայց գալիս եմ իմ get nav բառին ինչ եմ ասում ընկերս դու padding-ը սրա վրայից հանում եմ չէ ասում padding-ը տալիս եմ 8 պիքսել ստեղ մա հասկանանք այս տարբերությունը ինձ պետք է որ ընդհանուր այս սաստավի մեջ լինի հա padding-ը իսկ այերի padding-ը իրա վերևի հատվածի վրա չի ազդում արած չարած մի հաշիվ է տեսեք padding-ները ամբողջ կողմերին է հա վերաբերվում home news contact հիմա սա home news contact-ը եղել է 8 պիքսել չի մի քիչ էլ ավել է հա մի 12 պիքսել գոնե ընդհանուր հիմա կտամ որ ամենքին իրանց margin right չէ լավ left մի 5 պիքսել գոնե որ իրանց հեռավորություններ պահեմ հեռավորություններն ունեցան իրանց կտանք հա մի րոպե սրան background color ուներ ընդհանուր մենք հասկանանք background color-ը մի քիչ gray է չէ բաց gray է ավելի շուտ background color-ը ուրեմն այս է երևի չէ ավելի շատ սենց մոխրագույնի է տանում մոխրագույն բայց բաց մոխրագույն սենց ինչ-որ մի հատ գունային գամա լավ սենց գցենք հիմա նպատակը հա սենց ուղղակի ինքը նկարած է նպատակն է այս մեր about-ը տեղափոխել աջ հատված home-ը կա news-ը կա, contact-ը կա, about-ն էլ տանել ամենաաջ։ Ինչ եմ անում այս պարագայում։ Գալիս եմ իմ index.html, ստեղ գրում եմ մի նոր div, որի կլասը կտամ right, այս իմ հարգարժան about-ին կտեղափոխեմ ստեղ, Nav բառի, եթե իր ստայլերը պահեց, եթե չպահեց, հələ որ սենց, բայց ստայլերը պահել է, լավ, իմ about-ը իրա տակն է, որտև երկու div իրար հետ լինում են իրար տակ, ճիշտ է, իրար կողքերը չեն կարող իրանք լինեն, այս մեր 3 հոգուներ,
Սիրուն վերցնում եմ, գրում եմ մի հատ div, ես div-ի կլասն է տալիս եմ left, հիմա ես 3 հատ անե դնում եմ սրա մեջ, Այսը թաբուլացիայի համար, մի հատ հասկանում ես, եթե չի տանի, լավ է, այս իմ մեծ div-ն է, տեսեք բացվում փակվում, որտեղ է բացվում, որտեղ է փակվում, իրա մեջ կա 2 div, առաջի div-ը իրա մեջ ներառում է 3 հատ link, իսկ երկրորդ div-ը, առաջի div-ի կլասը տալիս եմ left, երկրորդինը տալիս եմ right, հիմա որ ես գամ իմ nav բառին, ասեմ, հարգելիս քո display-ը flex-ա, display-դ flex-ա, justify content-ն էլ space between-ա, տեսեք, այսքան CSS-ն եմ գրել երեխեք, ու գալիս եմ, նայում եմ, ինչ եղավ, home, news, contact, մնացին ձախ կողմում, about-ը եկել է աջ կողմում, այս հեռավորությունները արդեն ունեն, քանի որ իմ մեծին տվել եմ ես, padding, ու իրանք արդեն իրանց սիրուն լինքերով, եկել ինչ էր արած, դե սրա հարցը լուծել էի կոնտակտի, իրան ակտիվի միջոցով էի կարել, օքեյ, այդ մեկը շատ լավ էր, բայց ինչը մնում է տանել ու ասենք խոսքի իրան տեղավորել աջ կողմում ուրիշ մեթոդներով, հարց չկա, լավ եք արեք, արացել եք խնդրի տակից դուրս գաք, ոնց որ կոպիտ ասած, ու արել եք այդ ամեն ինչը, բայց այդ ամեն ինչը, ասել եմ, գրագետ ձևով արվում է միայն div-երի միջոցով, պետք է ուղղակի այդ ամեն ինչը անել div-երի միջոցով, վերջ, ուրիշ տարբերակ չկա, չէ՞, Ես նայեցի, քո կոդերը այնտեղ օգտագործած է display flex, հա, դե այդ ամեն ինչը justify content-ով բանով օգտագործած է, օքեյ, ես էդի շատ գնահատում եմ, իսկ ինչը մնում է այս հաջորդին, որ ինքը իրար տակ է, չէ, այս հաջորդը, օքեյ, հա, flex direction-ով արել եք, շատ լավ է, այս մյուսը, եթե չանեիք էլ, հա, ինքը օքեյ, ինքը էլի բան կանի, բայց այս հեռավորություններն ու բաներն է գափի միջոցով պետք է կազմակերպեք, հա, այս հեռավորությունները իրան, երեխեք ջան, միշտ մենյուների մեջ, ու կապ չունի, մենյուա, ինչա, երբ որ մենք կայք ենք հավաքում, հա, ինչ որ մի բան որ անում ենք, միշտ պիտի օգտագործենք display flex direction-ը, եթե անհրաժեշտության դեպքում, եթե պետք է որ մեզ flex-ից հետո այդ էլեմենտները իրար տակ ընկնեն, flex direction ենք օգտագործում ու պարտադիր x-երի ու y-ների առանցքն ենք օգտագործում, թե կենտրոն բերելու համար, թե աջ ու ձախ տեղափոխելու, թե ընդհանրապես իրարից հեռավորություններ, հա, տալու համար այդ ամեն ինչը օգտագործվում է display flex-ի միջոցով, ինչքան կարաք օգտագործեք div, այդ div-երը օգտագործելու ժամանակ ամենակարևորագույն խնդիրը, որ դուք այդ ամեն ինչը չխճճեք իրար, այսօր Facebook-ի edge-ն ենք հավաքելու, հա, միասին կանենք, ինչքան էլ մնա, արդեն դուք դա տանը կանեք, ու այդ ամեն ինչը, կազմակերպելու ենք facebook.com ու ստեղ հլը մի հատ հասկանանք login-ը, հա, միանգամից ինչա բերում, login, տեսեք, facebook.com login, այս edge-ն ենք հավաքելու, այս հատվածը, հետո, forgot account, ստեղ լինելու է all-link, հա, all-link, այս all-link-ի միջոցով, երբ որ մենք սխմենք, հա, գնալու է այս հատվածն էլ ենք հավաքելու, այս վերևի հատվածը, սա էլ է լինելու այդ edge-ի մեջ, հա, այդ edge-ի մեջ սա էլ է հավաքված լինելու, հետո, դա եղավ,
հետ ենք գալիս, նորից login-ի edge, sign up for Facebook, ու սա էլ ենք հավաքելու, ուրեմն սա ինչ է, երկու input-ներ է իրար կողմ, որը կազմակերպված է div-երի միջոցով, այս վերևի հատվածը, նորից div-ա, ստեղ ներքևը, սա div-ա, սա առանձին div-ա, այս select-ները, այս ամեն ինչը, էսի span-ա, femal-են, սա արդեն սեռերի հետ կապված, gender-ն է, ուրեմն femal-է, male ու custom, սա արդեն բաներով է, ռադիոներ է, պարզա, name-երը նույնն է, select your pronoun, ստեղ կունենա ինչ-որ select-ային բաներ, եթե ինքը քանակային շատ էլ լիներ, չենք անելու այդքան շատ, ուրեմն custom-ից դուրս են գալիս, չէ, էսի սենց չպտի, այս պետք չի, որ ասենք custom-ը սխմենք, սենց ինքը բացվի, ուրեմն ինքը սենց չորած ըլնելու է, mobile number or email, այս սովորական input-ա, առանձին div-ի մեջ, input-ա առանձին div-ի մեջ, և ազում եմ, Վալոդյան նորագար, մալադեց, ուրեմն, սա առանձին div-ի մեջ input-ա, այս տակի input-ը երեխեք ջան, էլի առանձին div-ի մեջ է, այս մեկը էլի առանձին div-ի մեջ է այս գրվածքը, այս մյուսն էլ առանձին div-ի մեջ, այս button-ն էլ առանձին div-ի մեջ, այս էլ առանձին div-ի մեջ, ուրեմն պատկերացրեք ինչա լինելու, այս edge-ը, որը որ սխմեցինք, ունենալու ենք մի քանի index ֆայլեր, որոնք իրանց հղումով դա գնալու են, այդ ամեն ինչը կազմակերպելու ենք, բայց մինչև դա անելը, երկու թեգի հետ ենք ծանոթանալու, վիդեոյի ու iframe-ի հետ ենք ծանոթանալու, ինչ են իրանցից ներկայացնում, ինչի համար են նախատեսված ու իրանց գրվածքը, ոնց է լինում։ Ուրեմն տեսեք, սա մեծ մի հատ div-ա, ասենք էսի առանձին div-ա, ստեղ main-ն է, սա լրիվ առանձին div-ա, այս Facebook-ը, որտեղ տեքստը բերած է կենտրոն, էսի մեկ div, այս մյուսը մի հատ ուրիշ մեծ div-ա, որը իր մեջ պարունակելու է div-եր, էսի երկու div, 3 div, սա էլ կարելի է div-ի մեջ դնել 4, այս երկուսը մի հատի մեջ է ներառվում 5, այս սրանք մի հատի մեջ 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 13 հատ div ենք ունենալու, պետք եղավ 15 հատ ենք սարքելու, եթե եղավ անհրաժեշտությունը, երբեք մի բան արեք, ասեք, որ վայ div-երը, ամենակարևոր հանգամանքը չխճճվել այդ ամեն ինչի մեջ, բացվեց, իրա փակումը հասկանում ենք երբ է տեղի ունենում ու ոնց է լինելու, այս մի կտորը թողելու եմ, որ անեք տանը, այս մեկը, այս մեկը, կարանք իրար հետ անենք, բայց այս էլ եք տանը անելու, այս վերևի հատվածով, հիմա ընդհանուր կհասկանանք լավ ոնց անենք, այս Facebook-ի այս հատվածը, ինչը որ մնում է, այս մեկը, չգիտեմ, կանենք, հետո այս երկու լինքերը իրար հետ կդնենք, ինչքան որ հասցրեցինք կանենք, մնացածը կշարունակեք տանը, ոնց ենք այդ ամեն ինչը կազմակերպելու, բայց մինչև դրան անդրադառնալը մենք հիմա կծանոթանանք երկու նոր թեգերի հետ, առաջինը դա վիդեոն է, ուրեմն body-ի մեջից հանում եմ իմ div-ը, 5 կոդերին երբեք չեմ ափսոսում, ջնջում եմ, ֆունդամենտալ են հիմնական բաներին ձեռք չեմ տալիս, մնացածը օքեյ է, որ կարամ ջնջեմ, հիմա վիդեո թեգը ինչ է իրանից ներկայացնում, վիդեոն ինքը իրանով խոսում է նրա մասին, որ ինքը տեղադրելու է մեր body-ի մեջ վիդեո տեսահոլովակ, սենց ասեմ, ինչ-որ վիդեո է տեղադրելու, իրա թեգը շատ պրաստո է, գրվում է վիդեո, բոլորս անում ենք էսի իրար հետ, երեխեք ջան, իրան որ ասեմ ըտեն շատ ինքը կիրառելի է, այդքան էլ կիրառելի չի, բայց անհրաժեշտության դեպքում ինչու չէ կիրառելի կարա լինի, օրինակ չգիտեմ, ինչ-որ կինո տեղադրելու կամ բանի համար ինքը կարա շատ հանգիստ կամ ինչ-որ տեսահոլովակ, պատմող ձեր կայքի մասին, գրում ենք վիդեո, գրում ենք src, որը լինելու է մեր վիդեոյի հետ հասցե ու գրում ենք իրա ատրիբուտը controls,
Այս control-ը եթե չգրենք, հա, այս control-ը, ուրեմն SRC-ին իր հղումն է, թե ինչ վիդեո պետքա լինի, բերելու ենք ստեղ image ունենք, մի հատ է կսարքենք նոր folder, անունը կդնենք video, բայց image-ի մեջ չէ, ասեք ես սխալ եմ անում այս պարագայում, հիմա image-ի մեջ չէ, կգամ ստեղ դրսում, կսարքեմ video, իմ video folder-ը, որի մեջ էլ կներբեռնեմ իմ video տես այդ հոլովակը, որը որ դնելու եմ իմ video SRC-ի ատրիբուտի մեջ։ Ուրեմն control-ը ինչ անում, ցույց է տալիս կառավարման կոճակները։ Play, pause, volume, այդ ամեն ինչը ցույց տալու համար պատասխանատու է մեր control-ը։ Եթե ես այս control-ը ջնջեմ, ինքը չի աշխատելու։ Եթե ջնջեմ, ինքը չի աշխատելու։ Այդ ամեն ինչը ինքը ցույց չի տալու։ Դրա համար օգտագործում ենք այդ ամեն ինչի համար պատասխանատու է մեր հարգարժան control-ը։ Ուրեմն ունենք controls, ունենք autoplay ինչի համար է նախատեսված, երբ որ կայքը վերբեռնում ենք, այսինքն երբ որ կայքը սկսում է աշխատել, եթե autoplay ատրիբուտը դրված է, ուրեմն ավտոմատ վիդեոն միանում է։ Mute-ը անջատում է ձայնը, loop-ը վիդեոն կրկնում է անընդհատ, poster-ը ցուցադրում են մի հատ աբլոջկի նկար, ոնց որ YouTube-ի մեջ է, հա, ինչ-որ աբլոջկայի նկարներ ունի ինքը, մինչև վիդեոյի միացնելը։ Ու վիթով է կարանք չափերը ցույց տանք, հա։ Հիմա գնում ենք YouTube, համ այդ ամեն ինչը տեսնելու համար, համ էլ ինչ-որ մի հատ կարճ, հա, short վիդեո ներբեռնելու համար։ Սա այս ամեն ինչը, երբ որ մենք հələ չենք միացրել, երբ որ մենք հələ իրա վրա չենք գնացել, հա, իրանց վրա կա ինչ-որ նկար։ Այս նկարը, տեսեք, օրինակ, էսի մի հատ նկար կա, բայց երբ որ ես պահում եմ իրա վրա, ինքը սկսում է աշխատել, բայց մինչև աշխատելը, երբ որ ինքը default դրված է ուղղակի վիդեոյա, որ դու կարաս թերթես ուղղակի կոնտենտը նայելու համար, ինքը սկզբնական շրջանում դրված է մի հատ նկար։ Փորձենք այս ամեն ինչը մենք էլ ստանանք, հա։ Ուրեմն գրում ենք nature-ը, որ չունեն բան չլինի, էլի։ Երկար ինչ-որ ծավալային բան չլինի, short video, մի հատ կարճ վիդեո հոլովակ ենք քաշում, հա, բնությունից։ Ասենք այս մեկը 17 վայրկյան է իր տևողությունը, եկեք այս մեկը քաշենք։ Ոնց ենք անում։ Սխում ենք իրա վրա։ Երեխեք մարդ կա, որ հետ է մնացել։ Կապ չունի, դա պետքա կարճ վիդեո, տեսա հոլովակը դնել։ Image-ից չենք անում, առանձին պապկա ենք սարքելու նույն ոնց որ բանի վրա, հա, մակարդակի, որ լիներ, այստեղ fonts ունենք, image-ը ու այստեղ ավելացավ մեր վիդեո, հա, վիդեոն ավելացավ։ Image-ի մեջ չպիտի լինի, եթե դու image-ի մեջ ես սարքել, ուղղակի տեղից control X արա, վերցրու հանի դիր այս մի մակարդակի վրա ու control V արա։ Երեխեք մնացածը սարքել եք, չէ՞, այս վիդեո պապկան։
Գրեցիր վրեջ։ Ստացվեց, չէ։ Հիմա երեխեք ջան, այս վիդեոն ներբեռնելու համար այս վիդեոն դնում ենք, ինքը որ գնում է կարակ պաուզա տակ, այս վերևի հատվածում մի հատ կլիկ ենք անում, բերում է այս տարբերակը։ Մի հատ էլ ենք կլիկ անում, բերում է HTTPS-ով։ Ու այս կետերից հետո մինչև YouTube գրվածքը դնում ենք մեր մկնիկը ու գրում ենք երկու հատ S։ Այսենց։ Արեցիք։ Անում ենք Enter, գնում է առաջ։ Բերում է այս YouTube video downloader-ը։ Հիմա ստեղ տալիս ենք download։ Ուր ես ասեք Գևորգ։ Որ մաս։ Հա, այս վիդեոն ճարել ես։ Դել ես այս վիդեոն։ Հա, ոչինչ, կարճ է, չէ՞ կարևորը։ Քանի վայրկյան է։ Ինչ։ Երեխեք, որ գրում եք nature short video, որ գրում եք, առաջի կարճ վիդեոն պիտի բերի էսի, էսա, իշտում եք ներքև, ինչպես, ոնց է, չէ, տենց պիտի չլինի, էդի ռիլս է, մեզ պետքա վիդեո լինի, Գևորգ ջան, մի հատ հետ գնա, և ես ինչ անում եմ, նույնը արեք, անհնար է, YouTube-ով չբերի նույն բանը, գրում ես natural, գրի, անգլերեն գրի, natural, գրեցիր, natural short video, հիմա հլը պոիսկ է արա, մի իչի ներքև, էդի քանի վայրկյան է բերում, ծխմի դրա վրա, հիմա այս վերևի հատվածում, որ ես ոնց անում եմ, տենց արեք, այս վերևի հատվածում, երբ որ մի հատ կլիկ եք անում, բերում է youtube.com, ճիշտ է, երբ որ մի հատ էլ եք կլիկ անում, երեխեք ջան, բերում է HTTPS-ով, այս բարագայում նոր մկնիկի կուրսորը դնում եք այս հատվածում, գրում եք երկու հատ S տառը, S տառը, արեցիք, ու enter ենք սխմում, մալադյեց, չգիտեմ, հազիվ գնացել ենք, երեխեք մնացածի մոտ ստացվել, են կանաչը բերել է, չէ, երևի ուշացրել էի դրա համար, Գևորգ քո մոտ բերեց այս download հատվածը, սենց, մի իրան երեխեք ջան, քանի որ ինք մեծ ծավալ չզբաղեցնի, այս 360-ը, հա քաշեք, այս 360-ը սխմեք, չքաշեց, լավ, ոչինչ, եսի կարանք են բանն էլ անենք, նենցա, որ ինքը կարճ է, սեյց, տեղից download որ տանք, չի ուզում էլի քաշած,
Այստեղ ինչ-որ չգիտեմ ասում է install extension save from net helper, yes install, կեկլը սենց անենք, ինչ վերեց, այդ մասը կարա շատ բաներ բացի, մի վարկյան, հա պետք չի տենց բաները երեխեք, եթե ուրիշ տեղ այդում, եթե մեր ուզածը չի անում, հետ ենք գնում Միքայլ, սա իրականում աշխատող տարբերակ է, բայց չգիտեմ ինչ չի անում, մի րոպե, եթե համակարգչի մեջ ունեք ինչ-որ վիդեոներ, հա կարճ, կարակ դա էլ դնեք իրականում, MP4 ֆորմատով, քաշեց, հələ խփի, քաշեց, լավ, մալադեց, երեխեք մնացածը մոդել է եղել, ինչ արել, հետ գնա, Գևորգ ջան, այտենց էջերը, որ բերում, այդի հետ գնացեք, եկեք ես հիմնական էջի հատվածը, ինչ ասես կարա բերի, հա, մոտ է սենց բան բերեց, մի սպասեմ կարողա սրա զագրուսից կախված ուզմա տանի վերև, դե համոզենք քաշենք, ուրիշ տարբերակ չունենք, կամ ուրիշ վիդեո երևի ավելի լավը բան անենք, լավ է, եկեք ես մի հատ բան անեմ, հասկանամ, ես մեկը փորձեմ, քաշեց, երեխեք ով չի քաշե վիդեո, կեր, գնա ուրեմն բանը ինչ անունը, հեսա մի վարկյան ասեմ, հա, սարա որ քաշես, մնացածի մոտ կավ էդ վիդեոները, շատ լավ է, այս մեկը ոնց որ փորձված է, էսի ոնց որ հեշտ կարացինք քաշենք, հա, այս մեկը նայեք, եւ երբ որ գրում ես natural short video, հա, natural short video-ն որ գրեցինք, իրար հետ, հələ սպասի, հələ բացի էկրանդ, իրար հետ արի անենք այդ մեկը ներբեռնենք ու առաջ շարժող, բաց վիդեոտ, հələ իջի ներքև,
Հանե ջան, քո մոտ ստացվել է։ Ըհը։ Վրեժը ուներ։ Երեխեք մարդ կա, որ հələ չունի վիդեոն, Գևորգից բացի։ Լավ։ Եվ ուրեմն իջի ներքև էս բանը, իջի ներքև են արևոտ վիդեոն։ Ոնց որ էդ իմ մոտ ստացվեց դրա համար, իջի ներքև, իջի, էլի իջի ներքև։ Ահա, այդ արևը որ երևում է, այ էդի մտի։ Հիմա վերևը կլիկ արա, այդ որ անում էիր։ Մի հատ սխմի, այ էտա։ Մի հատ էլ HTTP էսով բերես, չէ, այդ YouTube-ից առաջ երկու հատ S տառը գրի, մտնիկը դիր YouTube-ից առաջ, երկու հատ S-ը դրիր, S, հիմա enter, հələ մի հատ մոտիկացրու հասկանամ, որ մասում ես էլի դրե, որտեվ ընդեղ արդեն կանաչը պտի բերեր, SS YouTube, հա, տենց հա գրած, դե հիմա enter արա, Հիմա այս ներքևի ինքը կբերի ֆորմատով, ոչինչ, որ ֆորմատով էլ որ բերի, ուղղակի download կանես, հա։ Ինչ հա բերում այդ ներքևը տարբերակներ է, չէ կանաչով բերել։ Փորձի են քիչ մեգաբայթներովը մի բան քաշել, հա։ Քանի մեգա, այն ամենակարգինը քանի մեգաբայթ է տալի։ Չէ, MP4-ին քաշի, հա, MP4-ը քաշի։ Էն վերևը աջ անկյունում բերեց, այս վերնելու բանը, ըհը, շատ լավ է։ Դե սրա վրան ես սխմում, սենց բացում ես, այդ պապ, այս քաշը, եթե քաշել է ինքը, այս վերևում պտի երևա։ Հիմա որ, ըհը, հիմա գնում ենք այս պապկայի վրա, մի նայում ես ու անում ես իմ հետ, հա, ես էլ հələ չեմ արել այդ հատվածը, ուրեմն երեխեք ջան, որ արդեն քաշել է, ստեղ ես վերևից, սխմում ենք, թե որ ֆոլդերում է, որ պապկայի մեջ է ներբեռնեմ մեր վիդեոն, գնում ենք ստեղից, իրան, կարամ կոպի անեմ, հա, կոպի եմ անում, գնում եմ, կամ միանգամից ռեդակտորի մեջ, այս վիդեոյի մեջ, հա, սենց երբ որ վիդեոյի վրա սխմում եմ, Ctrl V եմ անում, հաստ եմ ուզում անի, ինքը միանգամից դնում է, տեսեք բացեց, ասա վրեժ ջան, ինչ է, ոնց է բերել, այդ որ դրել ես քո ներբեռնած վիդեոն ու տենց հա բերել, բայց ուր ես դրել քո վիդեոն, չէ, այդտեղ չպիտի բերի, Էդ հլը գնա բրաուզերիդ մեջից այս հիմա, որ ես սենց եմ անում, այստեղ, որ ինքը արդեն ներբեռնել է, այս հատվածից, հլը show in folder արա, սխմի էլ ես, Slack-ի վրա սխմի, քաշած, show in folder արիր, չէ, հիմա դա քո վիդեոն է, ներբեռնած, հա, դե հլը միացրու տես աշխատում է նոր, երկու հատ վրան կլիկ արա, տես միանում է, հիմա պտի գնա այդ վիդեոտ, գնում է, Վրեժ ջան, մի հատ հələ լսի տես ես ինչ եմ ասում քեզ, երբ որ այս Downloads-ին ես սխմում, ստեղ բացում է, ճիշտ է այդ վիդեոն, հիմա բացում եմ այդ ֆոլդերը, որտեղ որ ինքը սախրանից է եղել, հետո երկու հատ կլիկ եմ անում, սենց, թե չէ քո վիդեոն, եթե չէ, ուրեմն դու ճիշտ բան չես քաշել,
Բացում, հա։ Դե հենց մի հատ նենց արա, հասկանամ, բացեց։ Ըհը։ Հիմա այդ բացող վիդեոն copy ես անում, աջ կլիկ ես անում, copy ես անում, մի վայրկյան Գևորգ ջան։ Արել ես copy։ Գնում ես ռեդակտորի մեջ, վիդեոյի պապկայի վրա դնում ես, հենց ինքը կապտում է։ Control V ես անում, ու ինքը միանգամից գցում է մեջը։ Ու երբ որ ինքը հարցնում է, ասում ես փաստ։ Ասա Գևորգ ջան, դու ինչ էիր ասում, ասա։ Որտեղից։ Գցել ես վիդեոն։ Բացեցիր վիդեո տուր ա, դելե ցույց տուր։ Ըհը, նտեղ սխմի, հետո այն պապկայի նշանին սխմի, այդտեղ։ Հա, վիդեոդ որ ամենավերևում պիտի լինի։ Ուր ա վիդեոդ։ Քաթ ես արել, կտրել ես։ Բա ուր ա վիդեոդ ստեղ, այդ քաշած տեղը։ Չես գտնում վիդեոդ։ Եվ նենց պայի ես տենամ, մի քիչ բարձրացրու վերև հլը։ Բարձրացրու վերև։ Նոր որ քաշել ես այդ վիդեոն ուր ա։ Այն որ ներբեռնում էր վերև։ Ոնց կարա ցույց չտա։ Կարող է մեջտեղում լինի, կարող է մի քիչ վերև լինի։ Չկա։ Հիմա ես որ սենց եմ անում, բացում եմ։ Natural video 30 seconds ու սենց ինչ որ բան ա գրում։ Քո մոտ չի բերել։ Ահա, բա դա է, ուր ա այդ վիդեոն։ Ուր ա այդ անունով վիդեոն։ Մենք նույն վիդեոն ենք իրար հետ քաշել, ուր ա։ Ամենատակն ա կարող ա գցում, հա։ Ըհը, հիմա դրա վրա են խփում, հիմա դրա վրա են կլիկ ես անում, մի հատ, բայց ոչ թե երկու հատ, որ չբա, հələ երկու հատ արդ ես բացում, հա։ Հա, բացում ա, այսինքն, հիմա փակ, հա, փակի, պետք չի տեղում ես, իրա վրա աջ կլիկ արա, ու արա copy, աջ կլիկ արա, մկնիկի աջ կլիկ, կապի ռվեց, գնա ռեդակտորիդ մեջ, վիզուալ կոդի, ունես չէ, ես իշքան բան կա բացած ես, չա, այդ ներքևում ինչ ա այդքան գրած, հա, ինչ արել, հա, փակ է այդ հատվածը, տենց երկար պետք չի երևա, հիմա ունես չէ վիդեո անունով պապկա, այդ վիդեոյի վրա սխմի, հա, սխմի, կապտում ա, չէ, մի տես, ըհը, Control V արա, Control V, փաստ արա, կներես Վալոդյա ջան, այսա մի վայրկյան, փաստ արեցիր, հիմա որ սխմում ես իրա վրա կա, չէ, բացել ա, չէ, աջ կողմում, Գևոր, սխմի վրեն, սեղմի, չէ, ինչ կապ ունի, ինչի մեջ ա,
Չէ, կապ չունի, մակարդակի վրա է, թե չէ, էդի։ Հələ մի հատ է ձախ պահի, էլի։ Ձախ պահի, որ Գևորգ ջան, որ տենամ էլի ինչ ենք անում։ Այս ինչ ես արել, այսինքն index HTML, հետո այդ վիդեոն ուր գցեցիր։ Վիդեոյի մեջ, այս թայլերը։ In nature-ը ուր է գցած, index HTML։ Էդի չէ, հələ այս վիդեոյի մեջինը սխմի, էլի։ Վիդեոյի մեջ արդեն կարմիրով ընկել է, չէ՞։ Հələ դրան սխմի։ Մտնիկը իջացրու ներքև, Գևորգ։ Վիդեո պապկի մեջի վիդեոին սխմի։ Չի բացել աջ կողմը։ Բա մի հատ էլ ունես այդ վիդեոից, չեմ հասկանում վերևը։ Բա այն ի՞նչ է։ Չէ, այդ վերևինը չէ։ Գև հələ նայի ստրուկտուրային։ Ուրեմն գրած է իմ պապկան բաղանից, երբ որ բացում եմ, գրած է fonts ընդամենը, գրած է image-ներս, հա, գրած է վիդեո, վիդեոից մեջ էս մի վիդեոն է, ու գրած է index.html style.css, ուրիշ բան չկա ստեղ։ Всё։ Հա, Լուսինե ջան, ասա։ Հա, էդ էիր ասելու Վալոդյա ջան։ Հա, օքեյ, գնացեք երեխեք ջան, կնայեք վիդեոն։ Եվ այն վերևը ինչ է գրած, ինչ index.html, հետո գրած է natural, էդ ինչ է, այդ երկրորդը վերևի, logo, style, էդ ինչ է։ Էս ինչ պապկա է, բայց դա ինչ է, մեզ դա պետք է, ինչ ես բացել դու։ Դա պետք չի մեզ։ Հələ այս ներքևը բաղանիսի հատվածում դու արա այդ ինչ որ անելու ես։ Այ այդտեղից ներքև, բա այն վերևինը ի՞նչ է, open, հələ փագի էսի, այդ վերևինը փագի, այն open editors։ Այդ բաց պատուհաններիդ հատվածը փակի, всё, հիմա բաղանիցն է մենակ մնում, image-դ փակի, պետք չի, image-դ փակի, հիմա մեզ պետք է մենակ վիդեոն հասկանանք ինչի համար վիդեոդ չի ընկել, չոտքի բերել է ֆորմատով, հələ խփի իրա վրա։ Մի րոպե, այստեղ վիդեո, դաժե այստեղ որ փակեմ, սենց որ փակեմ, հետո վիդեո եմ անում, սենց մի հատ սխմում եմ, ինքը բերում է, զագրուսկա է եթում ու միանում է այս վիդեոն։ Սխմեցիր վիդեոյի վրա։ Այս վիդեոյի վրա սխմել ես մի հատ, ինքը աջ կողմում չի ներբեռնում ու բացում։ Հələ ստեղ, այս աջ կողմի մեծ հատվածի մասին է խոսքը։ Էդ ինչ է, լավ, հələ ջնջի այդ ֆայլըդ, ֆայլըդ ստեյից ջնջի, այս վիդեոն որ կա, սենց պահի վրեն, հիմա այդի անջատի, իմ էկրանը քեզ երևում է, չէ, ինչ եմ անում։ Գևորգ, իմ էկրանը տենում ես, չէ։ Ստեղից փակում եմ, փակի, փակեցիր, ինչ անում ես, ասա փակեցի, ասա, չգիտեմ, փակի վերևից, ստեղ աջ կլիկ որ անես, ասում է close all, բոլորը փակի, թող սենց մաքուր բան մնա։ Վերևից ուղղակի խաչով պետք է փակեիր, ասենք էսի բացել եմ, սենց խաչով փակում եմ, բացա, գալիս եմ, ստեղ խաչով ու փակում եմ սա։ Փակեցիր։ Գևորգ ջան, խաչին սխմի թող փակվի ընդամենը, ուրիշ դժվար բան այդտեղ չկա, խաչ ա բերում, սխմի տե։
Հա, հիմա գալիս ենք այս վիդեոյի պապկան բացում ենք, մեջը դրած է վիդեո, չէ՞։ Աջ քլիք ենք անում ու անում ենք delete։ Բերում, բերեց սենց պատուհան։ Աջ քլիք արիր, delete արիր կամ удалить։ Բերեց այս պատուհանը։ Ջնջվել է։ Okay, լավ, իմ մոտ էլ հարցնում է նոր է ջնջում։ Հիմա դատարկ վիդեո ունենք, չէ՞։ Մեջը ոչ մի բան չկա։ Չէ՞։ Հիմա ունենք մի հատ YouTube-ի էջ, գնա YouTube-ի էջը։ Գնացիր։ Եվ չես գնացել YouTube-ի էջ։ Հիմա այս վերևում դովլանց կա, չէ՞։ Այս վերևում սենց նշան կա։ Սլաք, հա, տակը սենց գիծ է։ Ըհը, հիմա որ դրա վրա սխմում ես, ինչ ա բերում։ Բերում է այս Nature Video 30 seconds WhatsApp ու սենց չգիտեմ ինչ։ Բերում է այս վիդեոն։ Հիմա դրա կողքը պապկայի նշան կա։ Սխմում ենք դրա վրեն։ Հիմա բերել է, չէ՞ այդ վիդեոն։ Հիմա երկու հատ քլիք եմ անում, հասկանում եմ, միանում է, թե ոչ։ Միացավ սենց։ Երկու հատ սխմի վրեն հասկանանք դա ակտիվ վիդեո է, թե չէ։ Երկու հատ արագ։ Մի անջատի, բայց հիմա, որը որ սխմեցիր դրա վրա, անում ենք աջ քլիք, նայ, աջ քլիք եմ անում, ես անում եմ copy, դու անում ես copy ռվեց։ Արեցիր։ Գնում ենք visual code, գնացինք, նայ, այս վիդեոյի վրա սխմում եմ սենց կապտում է, այդ մասը, սխմեցինք, աջ քլիք ենք անում, մի րոպե, ռեդակտորը բարձրացնեմ, աջ քլիք եմ անում, հաստս ակտիվ չի, մի վարկյան, էլի ակտիվ չի, ոչ չի, երբ որ սենց կապտում է, սխմում եմ Ctrl ու V, Ctrl ու V, հարցնում է, ասում է, դնեմ ես վիդեոն ստեղ, ասում ենք հաստ արա, հա, ու սենց բերում է, դրանից հետո ինքը ավտոմատ իրան պետքա բացվի այդ վիդեոն, Ctrl V սխմեցիր, հələ սպասի ընդեղ ինչ զագրուսկա է հետում, ինչ է բաց, ինչ ես բացել, եվ, ռեդակտորը բաց, դե ինչ ա գրել, ռեդակտորիդ մեջ գնա, հա,
ու ձախ կողմը պահի։ Ինչ է, կախել է համակարգիչը։ Ծխնելուց չի բացվում, ուրեմն վիդեոից է։ Համակարգիչիդ մեջ ունես վիդեո համակարգիչիդ մեջ։ Սովորական վիդեո, ինչ որ կարճ վիդեո բան, հա։ Հա, ուրեմն կարող է ինչ-որ ֆորմատի խնդիր է, որովհետև եթե վերևն էլ է բացել, ուրեմն հաստատ ֆորմատի ինչ-որ խնդիր է, պետք է փորձես, կարող է ուրիշ ֆորմատով ես քաշել, որ ռեդակտորը չճանաչեց։ Լավ, գեր, հետի տենց պետք է քաշենք, ուրիշ տարբերակ չկա, չեմ կարող ասեմ, որ ռեդակտորի չբացեց։ Այս սխնում ենք սովորական, այս վերևը գրում է, այս ներքևը կոնտենտի հատվածում չի բացում, չգիտեմ։ Հլա սենց եկեք փորձենք մի հատ։ Ժողովուրդ, արդեն դնում ենք։ index.html-ի մեջ, src-ի մեջ գրում ենք video ու գրում ենք վիդեոյի անունը։ Երկար կգրի, ինչ կանի, ոչ մի բանի ձեռք չտակել, սենց չջնջեք այս հատվածներում վերջի։ Всё, սա դնում եմ ու գնում եմ իմ page-ը reload եմ անում։ Քանի որ v2 height չեմ տվել, Թեն իմ բանի մեջ է, հա, ինչ անում, edge-ի մեջ սովորական ինքը իրա չափերով բերել է, բայց ես իրան տալու եմ width ու height եմ տալու, գալիս ենք վիդեոյի մեջ, ինչև src-ին, գրում եմ width-ը, գրում եմ 400, հետո գրում եմ height-ը գրում եմ, հա, 250, հլը մի հատ էսի չափերի հետ կապված, բերում է, եթե եկեք փորձենք մի հատ control-ը հանենք, հա, տեսեք ինքը այդ կառավարման կնոպկաները չունի, այս control-ը շատ կարևոր ատրիբուտ է, հա, վիդեո թեգի համար, առանց control-ի մենք չենք կարող ոնց որ control անենք, եկեք դնենք, հա, դրա համար ասում, թե բանի մեջ բերես, չէ, արդեն index.html-ի մեջ, կարևորը ստե բերել է իրականում, տես, այս ամեն ինչը ակտիվ է, չէ, երեխեք ջան, այս ձայնի հատվածը, ամբողջ էկրանը ինքցելը, ստեղից արդեն, այս ամեն ինչը, այս միացնելը ու իրա հետ աշխատանքներ տանելու համար, մեզ օգնում է controls ատրիբուտը, իրան v2 height-ը տվեցիք, գրել եք արդեն այս width-ն ու height-ը, եկեք հիմա փորձում ենք autoplay ատրիբուտը, autoplay, այս ներքևում բերել է, գրում եմ autoplay, երբ որ ես գամ իմ edge, reload անեմ, autoplay ատրիբուտը դրել եմ, չի արել, իսկ եթե վերջանա, հա, թեն ինքը ոնց որ, որ ինքը գնում է մինչև վերջ, չէ, այս հետ է, մի րոպե, իրականում կարա բրաուզերից էլ ներեխեք, ինչ-որ մի հատ խնդիրներ, որ բայց բանի, վիդեոյի ատրիբուտը, autoplay-ը,
ինքը միացնելու համար է, նախատեսված վիդեոն, որ ավտոմատ երբ որ դու reload անես քո edge-ը, ինքը միանգամից միանա։ Այստեղ ուզում է ինչ-որ մի բան անի, բայց մի բանը խանգարում է։ Մեր մութիդը անջատումա ձայնը։ Եթե ես ուզում եմ, որ ձայնը սկզբից անջատված լինի, գրում եմ մութիդ։ Տեսեք, այս ատրիբուտը աշխատել է։ Եթե ես ուզում եմ, որ սկզբնական շրջանում իմ edge-ը մտնելուց այդ դրված վիդեոն անձայն լինի, սխմեմ նոր միանա, ինքը ամենասկզբից, երբ որ միանում է իմ վիդեոն, մութիդ ատրիբուտը օգնում է, որպեսզի իմ վիդեոն լինի անջատված, հա, ձայնը կտրված վիճակում։ Վիդեոն անընդհատ կրկնող ատրիբուտը դա loop-ն է։ Հիմա եկեք էդ փորձենք։ Այսի անջատ ձայնը միացնում ենք։ Հիմա հասկանանք կրկնվի թե չէ։ Երեսուն մեկ, 33, նորից ինքն իրան միացավ։ Էսի մեր loop ատրիբուտն է։ Մի հատ էլ ունենք ատրիբուտ, չէ, autoplay-ը այս պարագայում երբ որ սենց անեմ, հա, փաստորեն։ Loop-ը իրականում նախատեսված է բան անելու համար, հա, վիդեոն կրկնվում է անընդհատ։ Autoplay-ը այն որ մի անգամ միանա, երբ որ edge-ը reload է ալնում, նախատեսված է, որ երբ որ edge-ը հենց միացնում ես, ինքը ավտոմատ միանա։ Այս պարագայում ոնց որ թե loop-ը autoplay-ի տեղը ծածկեց ավելի ճիշտ ասած, այս պարագայում autoplay-ը անիմաստ է դառնում, ճիշտ ես ասում Վրեժ ջան։ Փաստորեն loop-ը դառնում է ու ինքը ուղղակի անընդհատ կրկնում։ Տես երբ որ մենք autoplay-ը հանեցինք, փաստորեն autoplay-ն էլ էր սկսել աշխատել, երեխեք։ Տեսեք, autoplay-ը հանել եմ, edge-ը reload եմ տալի, loop-ը չի միացնում։ Loop-ը կկրկնվի, հա, եթե ես տեղ առաջ տամ, տեսեք 31 վայրկյանից, loop-ով կկրկնվի։ Բայց autoplay-ը չի լինի, եկեք հələ մի հատ հետ գնանք, ոնց որ աշխատացրեց։ Տեսեք edge-ը reload եմ անում ու ինքը միանում է։ Всё, autoplay-ն էլ ունեցանք։ Եթե autoplay-ը հանեմ, չի լինի միանգամից։ Փաստորեն loop-ն ու autoplay-ը իրար հետ կարող է այդ բանով էլի ատրիբուտները իրար հետ են աշխատում։ Այս մուտի ինչը loop-ը ուրեմն աշխատացնում է, օքեյ, ավելի լավ։ Առանձին իրար առանձինել են, էլի աշխատում։ Հեսա ես էլ կհանեմ մի հատ loop-ը։ Ուրեմն autoplay-ը նախատեսված էր, որպեսզի edge-ը երբ որ reload-ը ալնում ու միանում է, հա հեսա աշխատեց, բայց մի պահ չէր աշխատում։ Լավ, օքեյ։ Երևի ինչ-որ խնդիր կար այդ պահին։ Ուրեմն autoplay-ը նախատեսված է, որպեսզի երբ որ մեր edge-ը միանում է, միանգամից մեր դրած վիդեոն միանա, հա, autoplay լինի։ Միթե hate-ը բնականաբար լայնությունն ու երկարությունն են մեր դրված վիդեո տեսալովակի։ Mutid-ը նախատեսված էր նրա համար, եթե մենք այս ատրիբուտը օգտագործում ենք, մեր վիդեոն միանում է անձայն։ Քանի դեռ մենք չենք խոչընդոտում, որ դա միանա, դա սովորական կլիքի ձևով է։ Ու նոր կարանք վիդեոյի հետ կապարենք, հա, կամ անջատված է, ինչ-որ ձայն ենք տալիս, ինքը արդեն ակտիվանում է։ Մեր loop-ն էլ անընդհատ կրկնողության համար է։ Հիմա մեզ պետք է, որ մեր վիդեոն ունենա poster։ Հիմա ծանոթանում ենք poster ատրիբուտի հետ։ Այս մեր poster-ը ասում է, արի դու ինձ տուր նկար։ Ասում եմ image, image-ի մեջի auto-ն եմ տալիս ես։
Autoplay-ը այս պարագայում կարելի է անջատել ժամանակավոր, որպեսզի ինքը չմիանա ու երեխեք, իմ վիդեոյի վրա դրված է այն նկարը, պոստերն է, հա, իրա պոստերն է, իրա աբլոշկեն է, կազմն է։ Երբ որ ես սխվում եմ, play եմ տալիս, նոր ինքը կորում է, միանում է իմ վիդեոն։ Եթե ես reload անեմ, էլի ինքը բերելու է այս նկարը։ Ստացվեց ձեր մոտ, դրեցիք նկար։ Հավես է, չէ։ Նույնն է YouTube-ում է, երբ որ դուք ասենք հոսքի չգիտեմ, տեսեք ինչ-որ նկար էր դրած, ես հələ չեմ մոտ, տեսեք գնում եմ իրա վրայից, ինչ-որ մի հատ նկար է դրած, երբ մոտենում եմ, ինքը նոր միանում է, հա, ես էլ մի հատ ուրիշ լրիվ ատրիբուտ է, դրա հետ հետո հետագայում արդեն, որ աշխատանքներ անեք, այնքան լիքը բաներ կա, ուղղակի էդի անընդհատ հիշելով չի, ամենակարևորագույն պահերը սրանք են, որ հիշեք, երբ որ դուք ինչ-որ մի հատ վիդեո եք տեղադրում, իր հետ օգտագործվող հիմնական ատրիբուտները այս սրանք են, բայց նես չի, որ իրանք վերջ, այսքանն են ու վերջ, հա, եկեք մի հատ էլ այս բանն էլ դնենք, ուրեմն autoplay, muted, loop ու poster, poster-ն էլ դնում ենք մի հատ նկար, որը որ իր սկզբնական վիճակն է, բայց poster-ը autoplay-ի հետ կապված չի աշխատում, երբ որ մենք բան անենք, reload անենք, ինքը միանգամից միանալու է, դրա համար է մեր poster-ը ստեղ իմաստ չի ունենա։ Autoplay-ի ուրիշ վիճակ ենք, հա, անելու, որ այդ ամեն ինչը իմաստ ունենա։ Պարզեր ես ամեն ինչ, երեխեք ջան։ Հարցեր։ Չունենք։ Ուրեմն, հիմա ծանոթանում ենք հաջորդ, հա, մեր tag-ի հետ, հետի iframe tag-ն է։ Iframe tag-ը նշանակում է inline frame, այսինքն մեկ այլ edge-ում ինչ-որ մեկ այլ բովանդակություն ցույց տալ, հա, ասենք մեր այս edge-ն է, օրինակ, այս իմ edge-ն է, հա, այս իմ վիդեոն է, ես ուզում եմ ստեղ նաև միայն ուրիշ edge ցույց տամ, օրինակ list am-ից ինչ-որ բան բերեմ կամ auto.am-ը բերեմ այս իմ աջ հատվածում ներկայացնեմ կամ գովազդեմ։ Այդ ամեն ինչին օգնում է մեր iframe-ը, այսինքն քո edge-ում ուրիշ content, հա, ներկայացնես։ Այդ ամեն ինչը iframe-ի միջոցով է արվում։ Եկեք այս վիդեոն մի հատ կոմենտենք, այս վիդեոն կոմենտում եմ ու գնում ենք, ուրեմն, հիմա գրում ենք iframe tag-ը, iframe, գրում է iframe tag-ը, նորից ինքը ունի src ատրիբուտը ու ինչ-որ չափեր բնականաբար, ստեղ կարանք արդեն տանք width-ն ու height-ը, օրինակ, width-ը կտանք մի 600, height-ը կտանք 400, ու ինքը փակվում է, այս մեր iframe-ը փակվում է, SSRC-ում գրում ենք այն կայքը, որը որ պետք է գա ու ներկայանա մեր մոտ։ Ուրեմն գնանք, բերենք
Երեխեք, ամեն կայք չի, որ թույլ է տալի իրականում բերել, եկեք մի հատ լիստը հասկանանք կթողի, թե չէ, եթե չթողեց, ուրեմն ավտոկետԵՄ-ը, ինչքան հիշում եմ, թողում էր հաստատ, որ բերեր, հա, սենց, այս բանով, HTTPS-ով, control copy անենք, ու այս արսին բերենք, ստեղ դնենք, հա, հիմա հլը գնանք մեր էջում հասկանանք, թողեց, դնենք, թե ոչ, repository content, չի թողել, լավ, նախ հետը մի քիչ ավել, հա, չեկա բաբշե, ասել, հա, ուր դուզ գաս, վրեժ ջան, դուրս արի, երեխեք գրել եք, չէ, այս iframe-ը, գրեք այս tag-ը, լավ, այս list-ը չեղավ, այսի հանում ենք, եկեք լավ, այս list-ի տեղը մի հատ հլը գրենք auto-կետեմ, բերենք սա դնենք, մի հատ հլը ես հասկանամ բերեց, ուրա բանա, auto-կետեմ-ը բերել դրել է երեխեք ջան, հիմա, սա իրա կոնտենտն է, որը ես բերել եմ ու իմ էջում ներկայացնում եմ, սա կլինի թե գովազդ, թե ուղակի ինչ-որ, հա, ուրիշ կայքը ներկայացնել քո կայքի մեջ, դա այդ ամեն ինչը կազմակերպում է մեր iframe-ը, կներեք, գրեցիք ատրիբուտը, այս հարսի այդ հատվածը գրեցիք այսքանը, ավտոկետեմ-ը դրեք, չէ, բերեց ձեր մոտ էլ, ամենայն դեպս, ամեն մի, հա, էջ դա բան չի անում, չի թույլատրում, որպեսզի իր էջը կարողանաս դու տանես ու քո կոնտենտի մեջ ներկայացնես, կամ այդ դոստուպը կարա բացի, միայն քո համար, եթե ինքը դրա անհրաժեշտությունը տեսնում է կամ ուզում է քո հետ համագործակցի, հիմա ավտոկետեմ-ինը բաց է, հա, ասենք մենք, սովորական կարում ենք իրան բերել ու ներբեռնել, հիմա ինքը մի քանի frame border ունի ինքը, տեսեք ատրիբուտներից frame border ունի, եթե մենք ուզում ենք, որ այս border-ները ինչ-որ ընդգծված բաներ լինի, եթե այդ frame border-ը մենք տալիս ենք 0, ինքը ուղղակի այդ բաները չի ունենում, հա, border-ային հատվածները չի ունենում, low full screen ունի, low full screen, սա ապահովում է, որպեսզի ինքը ամբողջ էկրանի չափով, հա, ցույց տա, սա հասկանանք ինչ, նախի չարեց, չէ, շարժվեց, low full screen, լավ, իրականում ինքը տես չի էլ օգտագործի,
Ահա, բորդերները, ստեղ իրա մեջ, ռեդակտորի մեջ, Էրիկ ջան, հետո այս ֆայլ բանով ենք անում, preference, հետո settings, անում ես չէ իմ հետ, preference settings, ստեղ գրում ենք cursor, գրում ես cursor, գրեցիր է, հետո իշտում ես ներքև, ստե գրած է overtype cursor style, էսի line պետք է լինի, կոմոդ բլոկ է, չէ ինգեր, editor, overtype cursor style-ը, line-ը, բլոկ չի, էլի line պիտի սարքես, բլոկը, չէ, բան արեցիր, էդի փոխի էջան ես line-ը, փոխում ես line, հետո իշտում ես ներքև, այս բլինքը դե բլինք այդի թարթող, այստեղ իշտում ես ներքև editor cursor style-ը, ես էլ ես փոխում line, մեկ էլ ես V-թե ինչ ա գրած, 0-յա, օքեյ, ստեղ ես ներքևն էլ ես իշնում, մեկ էլ ես terminal cursor style-ը, ես է պտի line լինի ու վերջ, էդ էլ է line, դե վսյո, երբ որ էդ ամեն ինչը դնում ես, մի հատ index.html-իդ ես սխմում ու ստուգում ես, փոքրացավ, Այդ full screen-ը երեխեք չաշխատեց իր ապարագայում, ստեղ with-ով ու hate-ով ուրեմն պետք է կազմակերպել, երևի 100% որ տանք, մի անգամից, չէ, 100 այստեղ տոկոս չենք կարող օգտագործենք, լավ, with-ով hate-ով կազմակերպում ենք, ոչ մեկ երևի չի էլ պատրաստվի իրականում, ինչ-որ մեկի կոնտենտը իր ընդհանուր կոնտենտի տեսքով ներկայացնի, այնա մարդիկ կգնան այդ կայքով բան կանեն, կնայեն, Այսի զուտ ինչ-որ ռեկլամների բաների հետ կապված աշխատանքների հետ տարվող ինչ-որ հատված է, ուղղակի զուտ իմացական, թե կօգտագործեք թե չէ, դա արդեն կախված է գործի բնույթից։ Էս է iframe-ի մասով։ Բոլորի մոտ ստացվել է, չէ՞, հարցեր։ Հեսա անցնում ենք արդեն Facebook-ին ու հասկանանք ոնց ենք այդ ամեն ինչը անելու։ Ուրեմն գնացինք, սա արդեն պարզ էր, այս մեր ռեդակտորի մեջից կարամ ես հանգիստ ես հատվածը ջնջեմ, վիդեոների iframe-ն արդեն կա, վիդեոզապիսի մեջ,
Այս վիդեոն կարա մնա, օքեյ չի խանգարում ինձ։ Ինդեքսի մեջ, հիմա երեխեք ջան, գնում ենք Facebook ու իրա լոգինի հատվածը։ Տեսեք, եթե ես երեխեք սովորական 0-ից գալիս եմ, էսի փակ ասենք, այս YouTube-ը դե եկեք փակենք, սա էլ փակենք, ես էլ reload անեմ, սովորական image-ն է լինելու։ Երբ որ ես գրեմ Facebook, բերում է ինքը լոկալ է, ինչ եմ անում, մի հատ կլիկ եմ անում, կլիկ, ու բերում եմ facebook.com, մաքրում եմ սաղ, այս հատվածում գրում եմ login, ու բերում է իմ login-ի edge-ը, հիմա այս edge-ն ենք հավաքել, facebook.com ու login, այսի եկեք բան անեմ, classroom-ով այս լինքը ձեզ ուղարկեմ, задание создать, ուրեմն անվանումը կդնենք Facebook, էսի, այս լոգինը, պետք է մեզ forgot account, այս լինքը, ուրիշ տեղ եթե ես դնեմ, երեխեք ջան, ինքը գնալու այդ լինքը, դրա համար այս լինքը ուղարկում եմ, դնում եմ ավելի ճիշտ այդ բանի հետ, զադանյայի հետ, այս հաջորդ լինքն է, այն մյուսը հետ եմ գնում, sign up for Facebook, այս էլ սա է, այս մի լինքն էլ, այս էլ եմ դնում, ok, այս լինքերով ամեն ինչը պետքա սարքել, սա ընդհանուր մեր զադանյան է, ու միանգամից սազդած ենք անում զադանյան գնաց, այսքանն է, այս Facebook-ի մասով, հիմա forgot password-ը ունենք, չէ դու պետք չես արդեն, գնում ենք հետ, հիմա login-ի edge-ը, ոնց ենք հավաքելու, գալիս եմ իմ բանը, redactor-ի մեջ, ու քանի որ այս ամեն ինչը կազմակերպելու եմ լինքերով, index.html-ի մեջ կունենամ այս իմ edge-ը, այս իմ edge-ը կունենամ երեխեք ջան, հետո, երբ որ սեղմեմ forgot account, սա a tag-ա, ճիշտ է, իմ a tag-ի մեջ կտամ հաջորդ իմ index.html բանը, forgot password, ստեղ կունենամ, ինչա, դրա համար ասեցի երեխեք ջան, լինքը չեք լսում ախր, երբ որ գրում ես Facebook, գրում ենք Facebook, մտնում ենք, այս լոկալը, որ հավասար է root, այս հատվածը մաքրում ենք, ստեղ գրում ենք login, չեք լսում, ես ինչ եմ ասում, գրում ես login ու բերում այսի, այս վերևի login-ը գրած ու չի բերում, Facebook պետք չի է բանով դնել, պետք չի, որ դու Google-ի մեջ դնես, գրես, գրում եմ վերևի հատվածում, նոր tab եմ բացում, այս վերևի մաքուր հատվածում գրում եմ Facebook, հետո նշում եմ, այս slash-ից հետո, որ գրած է հարցական լոկալը հավասար է root, տակի գիծ row, էդի ջնջում եմ, գրում եմ login ու enter եմ սխմում։
Եղավ Գևորգ։ Հայ Գևջան, ախր այդտեղ ինչ դժվար բան կա, թազա թաբ ես բացում, գրում ես Facebook վերևը։ Հələ բացի այդ թաբը թազա։ Բաց էկրանդ։ Վերևը թազա թաբ բացելը գիտես պլյուսով։ Պլյուսիկի վրա սխմի մի հատ։ Լրիվ թազա թաբ բացի։ Սխմի։ Հիմա այն վերևի այն գծի վրա որ գրես Facebook ու enter անես, չես կարող, գրի Facebook։ Հիմա Facebook-ի վրա սխմի։ Այդ ներքևի արդեն բերած Facebook-ի։ Բերես, չէ՞ էդի։ Հիմա այն վերևի հատվածում կտացրու մկնիկով։ Այդ գրվածքի։ Մի հատ էլ։ Հիմա մինչև սլեշը ջնջի այդ, հարցականն էլ հետը ջնջի։ Ջնջելով գնա։ Մինչև սլեշը, թեք գիծը մինչև։ Հիմա enter, բաները, սլեշն է ջնջեցիր, չէ՞, մալադեց։ Գև, սլեշը մի ջնջի, գև։ Այդ որ գրած առու։ Հատիկ ջնջի, ես ասում որտեղ սպասես։ Ջնջի, ռուն ջնջի, փոքրատար ռուն է ջնջի, էդ էլ ջնջի, մեկ, ընենց մինչև թեք գիծը չջնջես։ Հիմի այդտեղ գրի LOG-9, LOG կետիկով I ու N։ Գրի, L-O, գրիր, դե enter տուր։ Բերեց, չէ՞։ Ուրեմն Facebook, այսի մաքրում ենք, գրում ենք login։ Լինքերը ուղարկել եմ, եթե չհիշեք, լինքերը Classroom-ից կվերցնենք։ Ունենք մի հատ Facebook, login-ի հատվածը։ Այս forgot account-ը երեխեք ջան, պետք է լինի մեր նոր ինդեքսը իրա style CSS-ով։ Հիմա գալիս ենք ստեղ այդ ֆայլերը սարքելու։ Ծխում ենք նոր ֆայլ ու անունը դնում ենք forgot տակի գծիկ password get html այս forgot password get html-ն է։ Հիմա մի հատ էլ եմ ֆայլ ստեղծում, գրում եմ forgot տակի գծիկ password get CSS, այս է իրա CSS-ն է, նույն մակարդակի վրա սարքում եմ, մի հատ էլ եմ ֆայլ ստեղծում, այս մյուսը արդեն, sign up for Facebook, sign up-ն եմ սարքում, գրում եմ թազա ֆայլ, sign up, տակի գծիկով եմ սաղանում, get html, այսի sign up-ն է, index forgot sign up, են հաջորդը sign նորից up, տակի գծիկ, get CSS, լավ, սենց կարող է, բայց իրոքից խառնվի իրար, sign up-ը sign up-ի հետ է, forgot-ը forgot-ի հետ է, index-ն էլ index-ի հետ է։ Եկեք բան անենք, պապկաներով անենք, թե սենց մի մակարդակի մնա, ոնց կլինի ձեր համար հեշտ։ Սենց մնա, եկ կանանք ես ինդեքսն էլ երեխեք ջան, դնենք login HTML սարքենք, չէ, եթե Facebook-ն ենք անում, հետո կփոխենք անունը, չէ։ Այս ինդեքսն է, կսարքենք կգրենք login, որպեսզի ճիշտ լինի, login HTML,
այս թայլն է, rename կանեմ, կգրեմ login get css այս անունները, որ գա իրար forgot password, login, sign up, այսի արդեն եղավ, արեցինք, գրեցինք երեխեք ջան, ունեցանք այս ստրուկտուրայում, հիմա պետք է այս login HTML-ի մեջ մեր ստրուկտուրան դնենք, ուրեմն հետո ստեղ forgot password-ի մեջ HTML-ի մեջ գրում ենք HTML 5-ը, եղավ էսի, title-ը դնում ենք forgot password, նու ֆնել մեկ, HTML 5 որ գրում ենք, enter ենք անում, ինքը ստրուկտուրան սաղ բերում է, ու արդեն body-ի մեջ, այս հաջորդն էլ եմ անելու ու շատ իրեղի, այս sign up-ի HTML-ն էլ է դատար, գրում ենք HTML, բերում է տարբերակները, գրում ենք HTML 5-ը, 5-ի վրա եմ սխվում մկնիկով, ինքը բերում է արդեն, Հիմի սաղ այս երկու HTML-ի մեջ էլ դա անում ենք, այս մեկն է sign up-ն է, ես էլ սենց կանեմ, վերնագրերը, sign, հեռու եմ տանում, up, կամ կարամ տակի գծիկ նորից օգտագործեմ, նույնն էլ ստեղ, այսենց, այս երկուսի HTML-ներն էլ է բազ, որպեսի դատարկ չլինի ու body-ի մեջ ենք ամեն ինչը գրելու, սա forgot-ինը, ես էլ sign up-ինը, երկուսն էլ բաց է, հիմա login-ի edge-ը հավաքում ենք, ուրեմն, բնականաբար ունենում եմ մի հատ div, որի ID-ն main-ը, այս main-ը, հիմա գալիս եմ իմ login-ի CSS-ում, գրում եմ body, իմ body-ին ասում եմ, քո margin-ը 0 է, պետք չի ինձ, քո padding-ն էլ է 0, որին վրա ոչ մի ազդեցություն չունենաս, հետո կգամ իմ main-ը, որը որ արդեն փոխարինում է body-ին, գրում եմ ID-ը, main-ս գրում եմ, ուրեմն, ոնց ենք իրան բերում կենտրոն, ամենակենտրոնում չի է, ես վերևի հատվածում եմ մի քիչ, պետքա որ ես main-ը, ոնց եմ բերում, չէ, margin, համապատասխան պիքսել, ճիշտ է, 20 պիքսել, auto, եսի main-ս, չէ, խապեցի, մի վարկյան, main-ը պետք չի բերել մեջտեղ, եսի հիշում ենք, բայց պետք չի, լավ, հլը թող ստեղ, չէ, պետք չի մնա main-ի մեջ, մի ռոպե, ինչ-որ գունային գամա ունի, ճիշտ է, եկեք դա հլը հասկանանք,
padding-ը տված main-ին ուղղակի padding կտանք վերև ներքևից 50 պիքսել ու 0 ինչ եղավ հա ինդեքսը պետք չի արդեն անունը փոխվել է բաները անում ուրեմն անունը փոխվել է բնականաբար գնամ իմ լոգինին ստեղից run-անը այս մեկը կորել է всё հիմա որ inspect-ով գամ այս մասում արդեն ինքը կունենա իր այդ padding-ները հա իմ main-ը կունենա այդ margin հա նա padding-ը չէ բայց չենք անի երեխեք եկեք հենց սենց էլ անենք այս main-ի մեջ ունենանք մի հատ div id-ին իր id-ին կտանք parent content Էսի իմ content իմ content-ը երեխեք ջան պետք է լինի այս ընդհանուրը ցեք եսի անջատեմ հա main-ին գունավորում եմ ուզում տամ Ուր որտեղ ենք մտնում ինչ ֆայլի անուն ինդեքսը չենք տալի արդեն մեր մոտ փոխվեց login-ով ինչ նորից պետքա տանք հա նորից պետքա մտնենք login-ը տանք Всё, ուրեմն main-ին տալիս ենք margin 20 pixel auto, որ ներքևից ինքը տենց իջացնի։ Հետո գնում ենք main-ի մեջ, գրում ենք content-ը, content-ը պետք է լինի մեր ընդհանուր արդեն այս բանը, հա, Facebook-ն ու այս փուճուր div-ը իրար մեջ ներառած։ Content-ի մեջ ունենում ենք, ուրեմն մի հատ div անունը կդնենք, հա, div ենք ունենում, իր ID-ին կտանք title։ Այս մեր div-ի մեջ, այս title-ի մեջ էլ ուրեմն բան եմ անում, հա Հասկանանք ինքը ինչ թեգի մեջ է գրած, որ միանգամից տոժը կոպյան ունենանք իրա։ Գալիս եմ ստեղ, այս Facebook-ին, որ սխում եմ, հա, Facebook-ըս, ուրեմն name role, Facebook-ը, ուրեմն ինչա իրանից ներկայացնում, margin width, style-եր եմ իմանա, всё, լավ, իրա չափերը մենք կստանանք, okay Title-ով, հա, բան կանենք, հա, իրան կգրենք hash մեկի մեջ, Facebook, Facebook-ը բերեց, բայց խիտ կենտրոն չի տարել, տոժը վապոս, ուրեմն, content team եկեք տանք եսի։ Main-ին կտանք hate-ը 100 VH Hate-ը 100 VH ենք տալիս ու իրա բան overflow y-ը տալիս ենք auto, եթե պետք լինի, էլի իհարկե։ Հետո գալիս ենք մեր ուրեմն content-ին արդեն նոր կտանք այսպես հարգարժան content-ին նոր կտանք margin 0 չէ Եկեք լավ էլ 0 auto տանք, մենք հասկանանք ինքը իրա Facebook-ին վերցնում է, գնում է կենտրոն։ Չէ, խի։
ID content CSS-ով content margin 0 auto content-ի margin 0 auto տալիս պետք է գնա իսկ եթե երջան նորից քեզ տա content-ին չես տանի դու կենտրոն դե content-ի h1-ին տալիս ենք line items-ը center Իսկ չեն ենթարկվում вообще login CSS login HTML CSS-ը լավ է երեխեք style CSS չի փոխվել անունը login get CSS հիմա ստեղ արդեն իրար են խանգարում login get CSS այսի հիմա գնաց այսի պետք չի հենը մի վարկյան main margin 0 auto պետք չի հա ինչ է style CSS-ի որովհետև լինքը փոխվում է արդեն ինդեքսի անունը պետքա login փոխենք վրեժ ջան փոխ Պետք է լավ է միացնած բան էլ անեմ էլի content-ի մեջի h1-ին color տամ մի վարկյան color-ը red ինչ չի վերցնում style-երս ես չի իլում content-ի մեջի h1-ին ինչ արե հա login get CSS հա բլոկային է ինչի համար չէ բանը չի միացել style get CSS-ը չի գտնում բայց չգիտեմ ինչի համար մի վարկյան էլ է հասկանանք էլի color-ը red ստեղով աշխատում է content div content-ի չէ title-ի h1-ին պետք է գտնենք հանեց որից էլի title-ը ինչ է div id title է եթե մի հատ h1 ունեմ այդ h1-ով գրեմ հենց tag-ի անունը
Լավ, կարևորը գունավորում է եղան հեսամյակ Ուրեմն login HTML, երեխեք չմոռանաք այս անունները փոխելուց login.css-ի հետ է աշխատում ինքը։ Փոխում ենք այս ref-ը, հա, login.css։ Div-երով գրում ենք main, main-ի մեջ content-ն է մեր, content-ը պետք է գնա, main-ին այսքան բանն ենք տալի, ուրեմն content-ին տալու ենք, որ margin-ը 0 auto-ը content-ի մեջ, ասենք լեսի անջատում եմ, հետո բացի եմ, որ տալիս եմ margin 0 auto, տալիս եմ իրան width, հա լավ, աշկիս width-ից էր, content-ը պետք է ունենա մի 500 pixel, height-ը լինի 200 pixel, background-ը, color-ը պետք է լինի այսենց, այս գունավորում եմ մոտավորապես, բերեց, երեխեք չափերը չենք տալի արդեն ուղեղս կախել է, այս չափերի համար էր, որ ինքը չեր բերում կենտրոն, հա, margin 0 չէ, тогда մի 50 pixel auto, հասկանանք մի քիչ նորմալի չասնի ներքև, շատ լավ է, այս է մեր content-ն է, ստեղ իրա height-ը կմեծացնենք, որովհետև հաստատ մեծ է ինքը, height-ի մասով, ստեղ այս քառակուսիկը առանձին կունենանք, են էլ առանձին, այս ուղղակի գունավորումը տվեցինք, այս content-ի մեջ, content-ին հենց չենք տա, հա, content-ին background color չենք տա, մեր content-ը ուրեմն կունենանք, որ այդ հատվածում է, հետո այս title-ը արդեն կմիացնեմ, title-ը միացնում եմ, ու իրա մեջ h1-ով գրածա ինչ-որ Facebook, հա, ինքը արդեն այս հատվածում է լինելու, այս Facebook-ը կենտրոնական հատված բերելու համար կտամ title-ի h1-ը, նամդականիշ, իմ title-ի մեջի h1-ի, line items, center, այն հիմա պիտի որ աշխատի, justify content-ը, center, justify content-ը center, հլա, հա, վսյո, կենտրոնում է, display flex, justify content-ը center, վերում եմ այսքանը, վերում եմ սրա տեղը, ուրեմն իրա գույնը, երեխեք չան, իրա color-ը blue-ա, բայց blue-ի ինչ-որ երանգ է, էլի ավելի շատ, ոչ թե blue, այլ սենց մի քիչ բաց blue-ա երևի, նա ինչ-որ Facebook, ու իրա font size-ը մեծացնում եմ, 35 pixel, եթե ինքը 35-ից բարձյաշկա չի անում, ու ավելի կարամ մեծացնեմ, հա, այստեղ, իրա վրա ստխվում եմ, 35 ու գնաց, մեծացնում եմ, ինչև որ հասկանամ նու նմանատիպ, ինքը ուրիշ font family է պատկանում դրա համար, հա, սենց այս ձևով, ու տագդա կարա ինչ-որ font family-ներ կարանք օգտագործենք իրան ինչ-որ վերելու, հա, ստեղ font family, գրենք font family,
ինչ-որ տարբերակներ։ Ինչ կոնտենտ կա, որ տարբերվող են, ինչ-որ բաներ։ Հետաքրքիր պարտադիր չի հենց նույնից լինի, հա։ Ինչ-որ հետաքրքիր ֆոնտ խոսքի էսի կարող լինի։ Font size-ն ու font family-ն էլ վերցնում եմ։ Եթե այստեղ font size-ը արդեն օգտագործել եմ, օքեյ։ Կդնեմ բնականաբար font size-ը կանենք, ու այստեղ կսարքենք 45 պիքսել։ Էսի Facebook-ի մասով, այս Facebook-ի հատվածն է, Facebook։ Էսի սենց, ու այս հատվածում մեր Facebook-ն է գրում։ Հետո տակից, արդեն երեխեք ջան, երբ որ ես գրել եմ այս title-ը, հա, title-ի տակից գրում եմ div, այս իմ content-ը, այս իմ title-ը, div-ը, այս h1-ի ֆունկցիաներից բացի, նշնեմ title-ը, ուրեմն կունենա content-ի չափով, հա, content-ի չափով, իրա width-ը կլինի, եթե չտամ էլ ինքը արդեն վերցնում, հա, тогда իրա width-ն ու height-ը լինելու են 100%-ի չափով, եկեք էլ այդպես մի հատ փորձենք, էլի, այս իրա width-ը գրում եմ 100%, սրա height-ը գրում եմ, չէ, width-ն եմ գրում մենակ 100% ու որ height-ը պետք չի, height-ը արդեն content-ից վերցրած ինքը կանի այդ ամեն ինչը, չոտկյա, ինքը 100%-ի չափով իրա ծնող էլեմենտինը վերցնում է, հիմա գնում ենք ստեղ, այս մեր ID-ն է, main-ն է, հետո content-ն է, ինչ է եղել, հաստ div չկա փակված, հա, div եմ գրում, հիմա title-ն է, title-ի մասը այս Facebook-ն էր, ճիշտ է, այս հաջորդը պետք է լինի այս ընդհանուրը, որ իրա border-ով ու բանով առանձնանա, border-ներով, shadow-ը պետք է ունենա, ու իրա մեջ գրված լինի արդեն այս առանձին մանր հատվածները, div, որի ID-ն կտանք login content, այս մեր login content-ի մեջ նոր արդեն սաղ ունենալու ենք, հա, login content-ի մեջ, երեխեք ջան, նոր արդեն մնացածը սաղ ունենալու ենք մի հատ, չգիտեմ, ինչ-որ div, որի մեջ լինելու է span, login into Facebook, հետո այս արդեն border-ները սիրուն տալու ենք, հետո էլ կունենանք մի հատ div, որի մեջ կլինեն այս երկու input-ները, այս ընդհանուրին կտանք padding, որպեսզի կողքերից սենց սիրուն լինի, ու աշխատում եք էսի ստանաք, էսի հենց ստանում եք, ստեղ դնում եք a tag, որի հրեֆը, երեխեք, ստեղ լինելու է, ասենք խոսքի օրինակ, div-երով գնացինք, ստեղ լինելու է մի հատ a tag, որի հրեֆը հավասար է, հա, հրեֆը հավասար է, forgot password.html, հա, այս է լինելու իրա հրեֆը, ու ինքը լինելու է, ոչ թե նույն edge-ով բացի, այլ բան, այսինքն իրա blank-ը, չէ, ինչն էր, որ ատրիբուտն էր, որ թազա edge-ով էր բացում, հրեֆը հավասար, target-ը blank, որպեսզի ինքը թազա edge-ով բացի, ու ստեղ կգրենք խոսքի forgot password, ասենք, ոնց որ գրված է ներքևում, իմաստն եմ էլի ուզում որ հասկանաք, ոնց է լինելու, ասենք չգիտեմ, ստեղ ես գրել եք, ես ամեն ինչ արել եք, այդ ներքևում կլինի forgot password, որին սեղմելուց ինքը կբերի, տեսեք բաղանիսի forgot password edge-ը,
որի մեջ արդեն հավաքած կլինի այսի, ու սենց կբերի։ Երեխեք ինչքան մասով կհասցնեք կանեք, արդեն չորեքշաբթի օրը կշարունակենք ստեղ լիարժեք դասը կնվիրենք այս սրա հավաքելուն, հա, որ այս ամեն ինչը սաղ իդեալական ձեր մոտ նստի։ Այսօրվա համար այսքանը, տնայինը պարզ էր, չէ՞ ինչ ենք անելու։ Լինքերը տես Մանե ջան, ուրեմն լինքերը չեն, նայ տես, այս երբ որ դու սա հավաքեցիք, չէ, այս ներքևում կդնեք այդ A tag-երը, որտեղ forgot account-ը կգնա մեր forgot password-ը, ճիշտ է, իսկ այն մյուսը կգնա sign up for Facebook, sign up edge-ը կգնա։ Այս երկու լինքերը պետք է ամեն մեկը նայի, այս մեկը տանի forgot password edge, մի հատ էլ սենց A tag-ա լինելու իրա կողքը։ Էս էլ էս մյուսն է տանելու է մեր sign up-ը։ Այստեղ է տանելու։ Ու իրանք թարգետները միշտ blank են լինելու, որ իրանք նոր edge-էր տանեն։ Այս երկուսն էլ սենց երբ որ սենց ունենանք, այս երկուսի անունն է ուղղակի նույնը մնաց։ Այս մեկը կտանի forgot password-ը, այս մեկն է կտանի sign up, պես sign up գնաց։ Այդ հղումներն է, հա, իրանց մեջի կոնտենտներն էլ արդեն համապատասխանաբար պետքա հավաքել։ Այնտեղ արդեն class room-ով ուղարկել եմ լինքերը, ըստ դրա կանեք այդ ամեն ինչը։ Всё երեխեք ջան, մինչև չորեքշաբթի օրը աշխատեք անեք, հա, ինչ որ արեցիք, այդ դրանից սկսած արդեն կշարունակենք իմ այս վիճակից, այսքան արածից, արդեն չորեքշաբթի օրը կշարունակենք միասին, էլի կանենք, բայց անպայման տանը արեք, հա, եթե բոլորիդ մոտ արդեն այս լոգինի հատվածը ստացված լինի, գոնե կանենք այս forgot account, հա, հատվածը, այս վերևի դրված։ Ինչը։ Ինչ։ Հա, ոչինչ, Գև ջան, էդի վիդեոյով կնայես կգրես։ Այս վիդեոն որ նայես, ամենավերջում այս ամեն ինչը գրված ա լինելու, այս երկուսն ստիրում կգրես։ Всё երեխեք ջան, այսօրվա համար այսքանը, տնայինները այդ 3 հատնա, դե կարծում եմ, որ այդքանը չեք հասցնի, բայց եթե հասցնեք, ուրեմն հրաշք։ Անցնենք առաջ։ Հարցեր կա տնայինի կապված, այս ջան, պարզեր ամեն ինչ։ Всё, ապրեք շատ, դե մինչ չորեքշաբթի, տեսություն։